Դուք ձեր հարցադրմամբ շատ ճիշտ հանգամանք եք վկայակոչում այնքանով, որ գտնում եմ, որ սա ոչ միայն քաղաքական հետապնդում, իրավունքի նկատմամբ ծաղրի, քաղաքական թատրոնի, ինչ-որ հերթական վրեժ խնդրության, չգիտեմ, նման կատեգորիաների դիտում, բայց նաև ազգային ժողովում ուժեղ Հայաստանի գործունեության խաթարման այդ թվում հենց Նարեկ Կարապետյանի անձով պայմանավորված։ Այստեղ իրավաբանություն տեսնել ողջամտորեն հնարավոր չէ։ Չկա ընդհանրապես։ Բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը նաև ուզում եմ հատուկ էլի գծել, որ ինքը ուներ անհամաձայնություն, որ մենք այստեղ միջնորդենք, որ ժամկետ տրամադրվի, ծանոթանանք նյութերին։ Դա Նարեկ Կարապետյանը մտածում այս մասին։ Կարծում եմ առիթը կլինի հենց կներկայացնի առնվազն կարելի ասել։ Պարոն Վարդանյան, բայց համաձայնել եք չեք դերկացնում, ժամկետ չեք դերկացնում։ Առնվազն ես Նարեկ Կարապետյանի դիրքորոշման հետ ունեմ համաձայնություն, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պետք է հաստատվի։ Պարոն Վարդանյան, այս ամենից հետո չեք կարծում, որ ամեն դեպքում սխալ էր մանդատները վերցնել գնալ ազգային ժողովին։ Դուք մանդատ ունեք, բայց այդ մանդատը դրսկալում են չեն անգամ առաջին նիստին մասնակցել։ Տեսնենք, կստացվի այդպես, թե ոչ, եկեք այդպես։ Ես էլ կարող եմ ձեզ կատարեմ պնդում, որ իրենց փութաջանությունները դրսևորելով են, մենք էլ մեր գործողությունները։ Ինչպես մտածում եք, ըստ ես կարող եմ, հետև իդեպ նույն սահմանադրական դատարանի հետ կապված, որ նշում եք միանշանակ սահմանադրական արդարադատության որևէ նշում տեղի չունեցավ։ Ունենք իհարկե ֆիզիկապես սահմանադրական դատարան, բայց եթե դուք այդ որոշումը ուսումնասիրեք, սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կարելի է նշել, առնվազն 2019 սահմանադրական բարեփոխումների հաջորդող ժամանակահատվածում այնպիսի ընտրախախտումների վերաբերյալ արձանագրումներ են կատարվել, որոնք բավարար էին նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի նշանակման։ Սկսած վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև մի շարք այլ ընտրախախտումների, ընդհանուր մինչև դուք բոլորը կարծես այդ հարցը հաճախ հիշեցիք, չէ՞, հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների մասին։ Պարզվեց սահմանադրական դատարանի ամբողջ նախընտրական քարոզարշավին այդ ձայնագրությունների հրապարակումը եղել է ընտրական խախտում։ Պատկերացրեք, դա գրել է սահմանադրական դատարանը։ Չնայած նրան, որ օրինակ արդարադատության նախարարն են փութաջանվել նկատի վերաբերյալ։ Գիտեք, այդպիսի արձանագրումները իրենց իրավական ազդեցության տեսանկյունից, եթե մենք խոսում ենք ժողովրդավարության ճգնաժամի մասին, ազդեցություն բավարար չեն ունենում, բայց ի վերջո ժողովրդավարության ճգնաժամը հավերժ չէ եւ որևէ մի իշխանություն էլ հավերժ չէ։ Պարոն Վարդանյան, ավելի Սարաքելյանը վերցնելու է մանդատը։ Ես կարծում եմ տվյալը պետք է որ մնալուց լինեք, որ 2026 թվականի հունիսի 20-ին մինչև ժամը 18:00 ինքնաբացակներ ներկայացնելու ժամկետը։ Մինչև 18:00 մեր գործընկերը ներկայացրել էր ինքնաբացակներ։ Պարոն Վարդանյան, նպատակը որն է, որ ժողովրդի ճախոնները ներկայացվեն։ Մեր թիմում երբևէ տարաձայնություններ չեն եղել, մեր թիմում միշտ եղել են քննարկումներ, կարծիքների փոխանակում, բայց միշտ որոշումներում ունենք ուր թիմ, իդեպ որը շատ դրական հանգամանք եմ նշում եւ կարծում եմ նաեւ դրա հենց ակնկալիքը մեր հանրությունը եւս ունի այդ առումով։ Դուք կտեսնեք ազգային ժողովում որակապես մի նոր իրավիճակ, նոր գործունեության մոդել եւ ամենակարևոր հանգամանքը սիրելիներս մանդատներ ստանձնելը դա իսկապես պատասխանատվություն է նախ եւ առաջ մեր հանրության առջեւ։ Այդ որոշումը ինքնին դա մեր պատասխանատվությունն է մեր հանրության առջեւ։ Բայց Նարեկ Կարապետյանը երբ հայտարարել էր մեր թիմի որոշման մասին, որ մենք մանդատները վերցնելու ենք ստանձնելու, նաև հենց հստակ նշում էր, որ այդ ամենը ի վերջո քաղաքական հետապնդումների, ռեպրեսիաների մի ճանապարհ է, այլ ոչ թե ինչ-որ մի դրականին միտված մի իրավիճակ։ Նարեկ Կարապետյանի նշված խոսքերի վերաբերյալ իրականության արտացոլումը տեսնում ենք այսօր ժամը 17:00-ին սպասվող նիստին։ Անակնկալներ իհարկե ԿՀ-ից չեմ սպասում։ Շատ հետաքրքիր հանգամանք եք նշում, առնվազն անտեսով քայլ 1 կատարողը այս կառույցն է, քայլ 2 կատարողը Բաղրամյանի վրա գտնվող սահմանադրական դատարանը։ Ինքնին ազգային ժողովը անտեսողը չէր կարող լինել, այլ հարց որ Հայաստանի կենտրոնական ընտրական դատարանը պետք է իր պարտականությունները կատարի, սահմանադրական դատարանը իր պարտականությունները։ Մի բանում վստահ եղեք, այնինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից
բոլորինց Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ եւ մեր հայրենակիցների շուրջ 60,000 մեր հայրենակիցների կողմից տրված ձայների նկատմամբ պատասխանատվություն անխուսափելի լինելու է։ Դա այնպիսի մի երևույթ է, որ չի կարող ջնջվել։ Դա այլևս փաստ է։ Եվ ես վստահ եմ ԿՀ համապատասխան անդամներն էլ այդ պատկերացնում են։ Գրեթե նման օրինակ դեպքեր եղել, եւ որևէ պատասխանատվություն ենթադրող քայլ, արար, որևէ մեկը իշխանության կողմից որ պատասխանատվությունը չի կրել, մենք ուզում ենք հասկանալ այդ համոզմունքը, ձեր թիմի լավատեսությունը, ի վերջո մի օր հատելու եք, չէ, ի վերջո ստացվում է որ գնալու եք եւ ընդդիմությունը ինչպես շատ հաճախ ասում աշխատող Նիկոլ Փաշինյանը։ Այդ ձևակերպման հետ կտրականապես համաձայն չեմ, դա արհեստական շրջանառության մեջ դրված ձևակերպում է, մենք ստացել ենք մեր հայրենակիցների 100,000-ավոր մեր հայրենակիցների ստացության քվեն եւ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք այդ քվեն իրացնել մանդատներ վերցնելու ձևով կամ որոշակի իմաստով պատասխանատվություն խուսափել։ Երկուսն էլ կարող էին ունենալ կյանքի իրավունք այս։ Մեր քաղաքական թիմի որոշումը եղել է այդ պատասխանատվությունը ստանձնել։ Դրա որոշակի իմաստով, այո, ավելին միջազգային փորձով տեսել եք թե ընդհանրապես մանդատ չվերցնելը ինչ իրավական հետևանքներ է առաջացրել։ Այն է, իրավական հետևանքներ չի արտադրել։ Միաժամանակ դուք վստահ եղեք այն գործունեությունը, որը իրականացնելու եք, այն դժվարությունները, որոնք խախտարվելու են, հաճելիորեն շատերին զարմացնելու։ Պարոն Նարեկ Կարապետյանը լինելու է լավիա Դա այսօրվա կենտրոնական ընտրական անձնավորողի ներկայությունը Նարեկ Կարապետյանի բնապարտադիր չէ, Նարեկ Կարապետյանի դիրքորոշումն էլ կարծում եմ նաև լրացուցիչ հնարավորություն կլինի, որ դուք էլ դրա մասին իմանաք, առնվազն կրկին ուզում եմ հստակ արձանագրել։ Ունենք գործ աբսուրդի, իրավունքի նկատմամբ ծաղրի, վրեժխնդրության, քաղաքական թատրոնի, Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը միջամտելու։ Իդեպ ժամանակագրությունն էլ է շատ հետաքրքիր։ Նարեկ Կարապետյանը նախաձեռնում է մարզային այցեր, ունենում է հանդիպումներ մեր հայրենակիցների հետ, հենց իդեպ նույն մանդատները ստանձնելու, այդ պատասխանատվությունը վերցնելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում, իդեպ որևէ մի բացասական արձագանք դրա վերաբերյալ մեր հայրենակիցներից չի լինում, հակառակը պահանջատիրությունն է ընդգծվում եւ դրան հաջորդում է դատախազության կողմից միջնորդության ներկայացում ԿՀ այն տրամաբանությամբ, ոնց եղել է նախկինում, երբ նույն այս կառույցը վերադարձրել է նշված Հայկ Սուքիասյանը ևս պետք է ազատ արձակվի տնային կալանքից, ելնելով նրանից, որ այսօր 15:00-ին մեկնարկող նիստի պայմաններում նշված հարցը սպառված է։ Սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակով գրված է, որ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող անձ, ով մինչ այդ կարգավիճակ ձեռք բերել է, եղել է անազատության մեջ, կարգավիճակ ձեռք բերելու պայծ սկսած չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ սահմանադրության նախատեսված մեկ բացառիկ իհարկե, բայց պարոն Ղազինյանի դեպքում դատախազության կողմից ապահովվեց անհնարինը, իրավունքի օրենքի տեսանկյունից անհնարին է, որովհետև նման բան կանխատեսել իսկապես ինչքան էլ ես նման պատկերացում ունեի եւ դրա վերաբերյալ որոշ գործողություններ էլ ձեռնարկվել էին, բայց դատախազությունը արդեն քրեական բարույթը փոխանցել է դատախազությունը ինքը այլևս լիազորություն խափաման միջոցը վերացնելու ֆորմալ առումով հենց դրա համար էլ ակնհայտ եմ այդ միտումը։ Պարոն Պարտեվանյան, բայց մի գաղափարակ է դատարանները, բայց պարոն Ղազինյանը շարունակում է արդեն անձնավորություն ես դեպքում դատարանավորում իրավասու չէ ինքը դա։ Շատ ճիշտ է, պարզապես հիմա էլ բախվելու ենք մեկ այլ տեխնիկական խնդրի, որի վերաբերյալ ևս միջոցներ ձեռնարկել ենք, պետք է տեղի ունենա գործի մակական դատավորի, բայց նաև գտնում ենք, որ հենց այս բացառիկ իրավիճակներում է, որ դատարանի նախագահը ինքը կարող է խափաման միջոցի արդյունքի վերաբերյալ հետևաբար ամփոփելով խոսքս ուզում եմ հստակ նշել մեր գործընկերներից Դավիթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան միանշանակ 15:00-ին հաջորդող ժամանակահատվածում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու, որը տրվում է ԿՀ որոշմամբ,
պետք է լինեն ազատության մեջ։ Սա ոչ թե ես եմ ասում, սա ասում է Սահմանադրական դատարանը։ Այստեղ Սահմանադրական դատարանը իր որոշման ոչ թե նշում է падգամավորի լիազորությունների ստանձնում, այլ ասում է падգամավորի կարգավիճակի ձեռքբերում։ Նույնը նաև իհարկե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը падգամավորի մանդատ տրամադրելու որոշմանը հաջորդող ժամանակահատվածում չի կարող հանդիսանալ այլևս այն մարմինը, որը կարող է քննարկման առարկա դարձնել անձրևնության կապված այն բանը որ հենց դերին է տվել դա իրավունքից դուրս է։ Հենց ամբողջ խնդիրը ինչու է, որ դա իրավունքից դուրս է։ Բայց մենք վերջին շրջանում իրավունքից դուրս երևույթներ հաճախ ենք տեսնում, այլ հարց որ այդ իրավունքից դուրս երևույթները հաղթահարելով գնալու են առաջ։ Իդեպ, եթե դուք նայեք թե այս ժամանակահատվածում համանման ինչ իրավիճակներ ևս հաղթահարվել են, համոզված եք սա ևս հակասություններ չեմ տեսնում, վստահ եմ դուք արդյոք ունենաք նաև պարոն Կարապետյանի նշվածի վերաբերյալ հարց տալու, պարոն Կարապետյանն էլ կարծում այս ժամանակահատվածում առավել քան հստակ սպառիչ պատասխաններ վերջին հարցը եթե կներեք, էլի կարող եք ասել Նարեկ Կարապետյանի, գիտեմ խոսել եք, բայց ինչ գործով է եւ երկու միջնորդություն է, հա, կալանք եւ մեղադրանքի առաջ։ Որքանով որ տեղեկացում ենք այո երկու միջնորդությունը ինչին է վերաբերում պատկերացում ունենք, վստահաբար կարող են պնդումը կատարել իրավունքի, իրականության, օբյեկտիվության հետ զրո առնչություն ունեցող հանգամանք պետք է լինի։ Ինքս ոչ միայն պարզապես Նարեկ Կարապետյանի գործընկերն եմ հանդիսանում, ոչ միայն Նարեկ Կարապետյանը առաջին ուժեղ Հայաստանի կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը, ոչ միայն միասին հանդիսանում են կուսակցության խորհրդի անդամներ, այլ նաև անձնապես ճանաչելով կարող եմ հստակ ասել, օբյեկտիվ իրականության մեջ չկա մի երևույթ, որը կարող է հանդիսանալ անձի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանք քննարկելու։ Նարեկ Կարապետյանի դեպքում մենք գործ պետք է ունենանք բացառապես մեկ հանգամանքի հետ, քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր, վրեժխնդրություն նման, ոչ իրավական Նարեկ Կարապետյանը լինելու առաջկա ժամանակ կանոնավայր եկեք իրադարձություններից առաջ չընկնենք։ Իսկ պարոն Վարդանյանը ասում եք գավառությունեք ինչ 17:00-ին նույնիսն է, երբ են ներկայացրի, հիմա կդժվարանամ ասել, վստահ եմ օրերս։ Պարոն Վարդանյանը որ ասում եք, որ բացարձակ չեք, ինչի մասին է խոսքը քրեական գործը։ Այսինքն ստացվում է ինքը այս ընթացքում նաև չի կանչվել որևէ նախնական մարմին, որևէ մի գործողություն չի եղել, ավելի։ Ուզում եմ այս հանգամանքները հստակ նշել, դրանով որոշակի պատկերացում նաև հուշեմ մեր գործընկերներին, որ պատկերացնեն թե ընդհանրապես մեր թիմի ձևը որն է։ Դավիթ Ղազինյանը տեղեկացված էր, որ իր նկատմամբ միջնորդություն կա, եւ այդ միջնորդությունը քննվել էր 10 օր հետո, հա։ Այդ ժամանակահատվածում Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական վարույթ չկար, սահմանափակում չկար, կարող էր օրինակ Հայաստանի Հանրապետությունը լքեց, թե դրա փոխարեն ինքնակամ գնաց ներկայացավ։ Նարեկ Կարապետյանի դեպքում բոլորս միասին լսել ենք, թե ինչպես է ներկայացվել միջնորդություն, որը ԿԸՀ-ի կողմից վերադարձվեց։ Ինչ արեց Նարեկ Կարապետյանը, որևէ մի իրենից գործողություն, որը դատավարական իմաստով կարող է լինել ոչ պատշաճ վարքագծի տեսանկյունից, տեսել եք, լսել եք, ոչ, բայց սա է Հայաստանի Հանրապետությունն իրականում։ Պարոն Վարդանյան, ուրիշ մեջ Նարեկ Կարապետյանը հաշվել է, որ ինքը երկու խոշոր պատերային ծրագրով ներդրումներ է կատարելու Հայաստանում եւ նաեւ ասել է, որ ինքը կարող է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հայկական գաղտնիքները արտահանվի ռուսական շուկա։ Պարոն Կարապետյանը իր մտահոգությունը նաև դուք հաշվի առեք, երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի ազգային բարերար լինելու մասին, մենք խոսում ենք ընդհանրապես մարդու թե կենսագրության, թե ընդհանրապես իր մոտեցումների մասին։ Այո, Սամվել Կարապետյանի մտահոգությունները նաև ապրումակցումը հենց նույնիսկ հանգեցրել էր նրան, որ նման հայտարարություն արել էր, նման պատրաստականություն ընդգծել էր։ Մնացած հարցերի հետ կապված ես անկեղծորեն եմ ասում նման բարկած կամ նման տարբերակ դիտարկելու նույնիսկ ողջամիտ հնարավորությունը չի։ Դուք մի բան հաշվի առեք։ Սամվել Կարապետյանը, եթե պարզապես կես քայլ նահանջ կատարել հեռավոր դեռ 400 օր առաջ, վերջինս ոչ թե 1 ժամ կլիներ խափանման միջոցի ինտենսիվության պայմաններում, որևէ մի
այս ամբողջ ռեպրեսիաներից, նույն որի շրջանակներում այսօր նաև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ կա այս միջնորդությունը, չէր լինել։ Իսկ Սամվել Կարապետյանը փոխարինը արդեն 400 օր է ինչ կալանավորված է։ Հայաստանում կան այսօր բազմաթիվ նաև այլ բանտարկյալներ, որոնք պարզապես խոսում են, որ նման ձեր հարցադրման նույնիսկ նվազագույն իրականության առնչություն չի կարող լինել։ Բայց առիթից օգտվելով ուզում եմ պարզապես նաև ազատություն մաղթել բոլոր քաղաքբանտարկյալների